Վերը արդեն բյուջեի կատարողականը 3 ընդունվեց։ Ես կխնդրեք անելով իշխանական կողմը առիթ թե իշխանական կողմը ներկայացնի, հա, խնդրեմ, ինչպիսին է, մի քանի խոսքով ներկայացրեք, պարոն Սարգսյանը։ Ի տեսակետը կմոտեցնենք։ Դե բյուջեի կատարողականի հետ կապված ասեմ, որ դա այն փաստաթուղթն է, որ շատ մանրամասը ազգային ժողովում քննարկվում է, գիտեք, առանձին ժամանակացույցով քննարկվում է ըստ ոլորտների բոլոր մշտական հանձնաժողովներում, որից հետո ամփոփիչ քննարկում է Տեհրանում, հետո նոր տեղափոխվում է ազգային ժողովի արդեն լիագումար նիստի, որ երեք առավոտյան արդեն ազգային ժողովը 88 կողմ ձայնով հաստատել է 2015 թվականի բյուջեի հաշվետվությունը, իսկ քննարկումներին կարծում եմ, որ մանրամասը բոլորս տեղյակ ենք, որտեղ երկու շաբաթ առանձին ըստ ոլորտների քննարկումներ ազգային ժողովի հանձնաժողովներում տեղի են ունեցել։ Խնդրեմ, պարոն Սարգսյան, իշխանությունը շատ կարճ եւ համառոտ է անում։ Ինչի վերաբերյալ բյուջեի Դե եթե վերցնենք 15 թվականի բյուջեն, ապա պետք է հարցնենք, թե ինչպես էին նախատեսել բանակի ամրությունը, որովհետև հիմնական բարձ ստացավ այս պահին, որ մեզ համար կարևորագույն հարցեր, թե որքանով է բանակը ապահովված։ Ես զարմանքով կարդում եմ արդեն նաև դրսի հոդվածագրերին, որոնք որ մեզ մատնանշում են, թե որտեղից կարելի էր վերցնել ռեսուրսներ համապատասխան զենք ու զրահ ունենալու համար։ Եթե կարդացել եք Անդրեյ Արեշևին, նա մեզ ասում է, որ Հայաստանում, որը այդպիսի կարիք ունի ֆինանսական ռեսուրսների, երկու լուրջ, մեծ, խոշոր ուսումնական կենտրոններ են կառուցվել, որի վրա ծախսվել է $90 միլիոն։ Այն էլ, որ նայում եք, թե մանրամասները ինչպես են, ինչի համար են, մեկը Ֆիննախի համար է, մեկը ուրեմն կարծեմ կենտրոնական բանկի հետ է կապված, ընդամենը 4 լսարան, իսկ մնացածը ուրեմն սաունաներ, բարեր, տենիսային կորտեր եւ այլն։ Հարց է առաջ գալիս, հանուն ինչի է պետք այդպիսի ուսումնական կենտրոն ստեղծել, եթե մեզ համար անհամեմատ ավելի կարևոր գործ կար անելու։ Այդ 90 միլիոնով, ինչպես հեղինակն է գրում, կարելի էր առնվազն 20 դրոն գնել իսրայելական եւ ունենալ այդպիսի հզոր զենք, ինչպես նրանք են ունեցել։ Այսինքն խնդիրը նրա մասին է, որ այսօրվա դրությամբ բյուջեն, եթե անգամ կատարողականությունը իրենց վերցված ամեն ինչ լավ է, դեֆիցիտը ահռելի մեծ էր։ Այդ դեֆիցիտը փակելու համար եւս մի քանի անգամ գնացին վարկ վերցրին։ Այսինքն վարկը վերցնում են ոչ թե դնելու գործի մեջ, այլ վերցնում են, որ պարտքը փակեն։ Այսինքն այստեղ արդեն հստակ կարելի ասել, որ տնտեսական քաղաքականություն չկա, որը չի տեսնում հեռանկար, որը չի տեսնում արտադրության անհրաժեշտությունը եւ այլն։ Ես հիմա բոլոր մարզերում համարյա եղել եմ եւ ժողովներ են եղել, մարդկանց հետ հանդիպումներ են եղել, բոլոր տեղերում նույն հարցն է։ Երբ պետք է գյուղատնտեսությունը կարողանա զարգանալ իրական ձևով, որովհետև չեն կարողանում մարդիկ այդ հողերը այսպես ուղղակի համատարած չեն մշակվում, անգամ Արարատյան դաշտավայրում։ Արտադրություն չկա, արտադրություն ստեղծողներին որևէ նպաստ չկա, բանկային համակարգը խեղդում է ժողովրդին, 18-ից 24% ուրեմն վարկերի տոկոսներն են, դե հիմա այդ պայմաններում ո՞նց պիտի զարգանա գյուղատնտեսությունը։ Պարոն Սարգսյան, փաստորեն նոր իրավիճակ ունենք ապրիլից հետո, ինչ եք կարծում, դաս եղավ, այսինքն որևէ փոփոխություն, որևէ պատրաստություն տեսնում եք, նախագահները առաջիկայում պիտի հանդիպեն, ինչպես եք իրավիճակը։ Ես տեսնում եմ ընդամենը հայտարարություններ, ես տեսնում եմ, որ իբր հայ պատերազմ է գնում կոռուպցիայի դեմ, չգիտեմ, կրճատում են այսինչ այնինչ ուրեմն պաշտոնյաներին կամ էլ մեքենաներ, որոնք օգտագործված մեքենաներ են, այլևս պիտանի չեն։ Եվ լա հարց է գալիս, լա ով է պատասխան տալու այդ ամենի համար։ Ես դասեր քաղելու այդպիսի լուրջ բաներ չեմ տեսնում շատ պարզ պատճառով, որովհետև եթե ցանկություն չկա իրականում կրճատել ստվերը ու կոռուպցիան, հա,
Եթե չկա այդ բանը գաղափարը միայն օդի մեջ կախված է, ոչ մի բան չի փոխվելու։ Չկա ցանկություն պարոն։ Ցանկություն կա։ Հիմա տեսնենք ինչ է արվում։ Ես ճիշտ ասած ինչի համար կարճ ներկայացրի բյուջեի կատարողականը, որովհետև էլ եմ ասում, շատ մանրամասն է քննարկվել եւ նաեւ առիթ է եղել թեման էստեղել ենք խոսել։ Ես չէի ուզենա, որ մենք բյուջեի կատարողականը կապենք տարբեր բաների հետ, որովհետև այն ուսումնական կենտրոնները, որոնք կառուցվել են, նախ մեկը կենտրոնական բանկի միջոցներով է կառուցվել, որը բյուջեի հետ կապ չունի, մյուսն էլ կառուցվել է ոչ ներողություն, կառուցվել է ոչ թե 2015 թվականի բյուջեով, այլ տարբեր տարիներին եւ զուգահեռ նաեւ գրանտներ են եղել եւ մենք երբևիցե չեմ ուզենա որ մենք այնպիսի դիրքորոշում ունենանք որ մեր մոտ եթե ինչ-որ միջազգային կենտրոններ են կառուցվում դրա նկատմամբ մենք ունենանք վատ վերաբերմունք դա պետք է ցանկացած քաղաքական ուժի ներկայացուցիչ եւ ցանկացած քաղաքացի ողջունի որովհետեւ այդպես չէ որ եթե դու խնդիր ունես ուրեմն դու միջազգային հանրությունից պիտի այսպես ասել մեկուսացվես ու որից միջազգային համագործակցության խնդիրների մասին չմտածես ինչ մնում է բանակին, ապա բանակի հետ կապված բազմիցս փակ եւ բաց քննարկումներ են եղել, բանակի միջոցների հետ կապված, բանակի վիճակի հետ կապված, այդ քարոզիա պատերազմից բխող որոշակի թերությունների ու խնդիրների հետ կապված, դրա արձագանքը շատ հստակ եղել է, որ արձագանքը եղել է անձերի առումով եւ կոնկրետ ուրեմն պատասխանատուների առումով, ես չէի ուզենա դրան անդրադառնալ եւ հստակ կապել բյուջեի կատարողականի հետ Ինչ մնում է ուրեմն ընդհանրապես պետք է ասեմ որ ցանկացած պարագայում մենք այսօր բնական է որ հարգաբյուջետային քաղաքականությունի ձևով էլ որ մենք կարողանանք վարել բնական է մենք դեֆիցիտի խնդիր միշտ կունենանք բայց նաև ուզում եմ հիշեցնել որ մեր բյուջեն ոչ թե մենք հենց այնպես երբ որ նախագիծը գալիս է կառավարությունը ներկայացնում եւ սկսում են ամեն մեկը իր ուրեմն ուզածի ձևով ծեվել ու չապել կամ կտրել նման բան արդեն երկար ժամանակ գոյություն չունի, որովհետև բոլոր գերատեսչությունները եւ կառավարությունը աշխատում են ծրագրերով եւ մեր բյուջեի գրեթե 95%-ը ծրագրեր են եւ ոչ թե ինչ-որ առանձին բաներ, իսկ այդ ծրագրերը կամ միջնաժամկետ ծրագրեր են, այսինքն 3 տարվա համար կամ ավելի երկար տարիների համար եւ դա նաեւ հիմք է տալիս, որովհետեւ մենք 2015 թվականին անցնենք լրիվ այլ իրողության բյուջեի հետ կապված, այսինքն ծրագրային բյուջետավորման։ Ես որ կարծում եմ այս կանը բավարար է, որ 2015 թվականի բյուջեի հաշվետվության մասին։ Պարոն Ավետիսյան, խոսելը ներկայացնելը շատ լավ է իհարկե, արդյունքն է կարևոր։ Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության վիճակը ֆինանսական ծանրագույն վիճակ է։ 50% անգամ պաշտոնական տվյալներով 50% անցել ենք վարկերի, պարտքերի, անցել ենք ձեր ասած Պարոն Սարգսյան, ներողություններ, ուրեմն տեսեք, շատ հազար անգամ ներողություն, նախ ուրեմն վարկերի հետ կապված, ես ուզում եմ որ հստակ լինի, նախ վարկերի հետ կապված ոչ միայն հնա վարկ հարաբերությունն է, դեֆիցիտ վարկ հարաբերությունն է, մենք վարկերի հետ կապված ունենք միջազգային մոտ 12 ցուցանիշ, եւ որևիցե ցուցանիշով Հայաստանի Հանրապետության վարկային բեռը չի համարվում ուրեմն ծանր վարկային բեռ, մենք համարվում ենք նորմալ վարկառու Ինչի համար եք վարկ վերցնում։ Վարկ տարբեր ծրագրերի համար եւ ուրեմն այսպես ասեմ, վարկ արդյունաբերությունը զարգացել, գյուղատնտեսությունը զարգացել, փոքր միջին ուրեմն բոլոր ծեր ասած ուղղություններով, ուրեմն ոչ թե արդյունաբերություն, որտեղ պետությունը արդյունաբերություն զարգացնելու համար այսօր պատասխանատվություն չունի, դուք շատ լավ գիտեք, որտեղ մենք շուկայական հարաբերություններ ներողություն, չէ, ուրեմն այսպես ասեմ, այսօր պետությունը ավելի շատ փոքր ու միջին բիզնեսի ուրեմն աշխուժացման համար է վարկեր վերցնում, պետությունը վարկեր է վերցնում ոռոգման համակարգերը ուրեմն վերանորոգելու համար կամ նոր ոռոգման համակարգեր կառուցելու համար, որը հնարավորություն է տալիս գյուղատնտեսությունը զարգացնելու համար, ձեր ասած ջրովի վարելահողերը ավելացնելու համար, այսօր պետությունը վարկ է վերցնում նաև այո շատ դեպքերում առանձին խնդիր, երբ որ բյուջեի դեֆիցիտը փակելու համար, իսկ չմոռանանք, որ
որ մեր բյուջեի դեֆիցիտը մենք ունենք, ես դա նշեցի, եւ մենք նաեւ մեր բյուջեն սոցիալական բյուջե է, որտեղ մենք մեր բյուջեի 40%-ը մենք անկախ ամեն ինչից թե համաշխարհային ինչ ֆինանսական ճգնաժամերի մեջ ենք հայտնվում, ինչ արտաքին ազդակների տակ ենք հայտնվում, մենք միշտ սոցիալական խնդիրները փորձում ենք լուծել առանց որևիցե կրճատումների։ Հետո հիմնականում լսում ենք թե արդյունաբերությունը, հատկապես ռազմարդյունաբերությունը պետք է մենք զարգ տանք ռազմարդյունաբերությանը, արդյունաբերությանը։ Ու հիմա դուք հայտարարում եք, որ պետությունը չունի այդ իրավասությունը արդյունաբերության մեջ, այսինքն հասկանանք ձեր ասածից ուղղակի հետևյալը հասկանանք, ուրեմն հետևյալը հասկանանք, շուկայական հարաբերությունները եւ կա պահանջարկի ու առաջարկի խնդիր, այսօր ներողություն ասեմ, հա թողեք հարցը տվել եք պատասխանել։ Ուրեմն եւ քանի որ ապրիլյան պատերազմից հետո մենք տեսանք, որ խնդիր ունենք ռազմաարդյունաբերական համալիրի ուրեմն զարգացման համար, նշանակում է, որ մեր բանակը ունի պահանջարկ եւ այդ ռազմաարդյունաբերական համալիրը բնական է պետք է իր առաջարկությունները, ներողությունները, բայց ինչը չգիտեի, մի վարքան, բան եք ասում ալու։ Ուրեմն, այսպես ասեմ, շատ բաներ կարելի է չիմանալ, որ բանակը ինչի պահանջում է։ Պարոն Սարգսյան, բանակի պահանջները շատ լավ բանակի ղեկավարությունը գիտի, բայց երբ որ ապրիլյան պատերազմը եղավ, շատ հարցեր թերություններ ի հայտ եկան եւ այդ թերություններից մեկն է նաեւ որ որոշ խնդիրներ կարելի է լուծել սեփական ռազմաարդյունաբերական համալիրի հաշվին։ Ադրբեջանը արդեն 15 տարի է այդ իր համալիրը ստեղծել է ինքն էլ արտադրում է։ Մենք չենք տեսնում գույրերին, չենք տեսնում ինչ էին իրենք անում։ Մեր մոտ այդ համալիրը որպես այդպես չի ասի մեծ համալիր, բայց մեր մոտ դեռևս 90-91 թվականներից այդ նմանատիպ ձեռնարկություններ կան, որոնք դեռան ժամանակ ուրեմն վերապրոֆիլավորվել են եւ բանակի համար փորձել են ինչ-ինչ բաներ արտադրել, դրանք քանդեցինք, ասեք, չէ, էլի կան, չէ, ներողություն ասեմ, ունեցածը չքանդեցինք, Բարենցավանը լրիվ քանդեցինք, հետո մնաց ես իմ կտոր տանկները, որը հիմա փորձում եք վերականգնել։ Ձեր մտահոգությունը ես ընդունում եմ, ոչ միայն Չարենցավանը քանդեցինք, ցավոք սրտի մենք 91 թվականին շատ մեծ կոմպլեքսներ քանդեցինք եւ մինչեւ այսօր էլ չենք կարողանում դրանց լուծումը գտնել, որտեղ արդեն այսպես ասեմ ուշացել ենք։ Բայց այսօր նորից շուկայական հարաբերությունները չի նշանակում բազարային հարաբերություններ։ Շուկայական հարաբերությունները կարգավորվող հարաբերություններ են։ Պետությունը դրա համար է, որպեսզի կարգավորի այդ շուկայական հարաբերությունները։ Պարոն Սարգսյան, ազատ շուկայական տնտեսություն է։ Ազատ չի լինում շուկան։ Այստեղ պահանջարկի ու առաջարկի խնդիր է։ Որոշ բաներ։ Բյուջեի ու ռազմական բաղադրիչը այս անգամ ամենին ընդգծված է։ Ուրեմն մի րոպե ասեմ, հիմա խնդիրը հետևյալն է, մենք երբ որ քննարկումներ ենք կարել եւ նաեւ գնացել ենք դրան, որ երբ որ հիմա 2017 թվականի բյուջեի նախագիծը քննարկելու ենք, որովհետեւ մենք այդ բյուջեի նախագծում առաջնահերթությունը տանք այո ձեր ասած ռազմական բաղադրիչին եւ լսենք ուրեմն ռազմական կոմպլեքսի ղեկավարներին, պաշտպանության նախարարին, տեսնենք ինչ խնդիրներ կա եւ առաջնահերթությունը տանք այդ խնդիրների լուծմանը, որովհետեւ հիմա այսպես ասեմ, երբ որ մենք նաեւ հետ ենք գնում այդ 2015 թվականի բյուջեի առաջարկություններին, ապա առաջարկություններ գրեթե չեն եղել, որ ասենք ռազմական արդյունաբերության բնագավառում կամ բանակի հետ կապված, ասենք կոնկրետ առաջարկություններ են եղել, որ այսքան գումար ավելացնել բյուջեում կամ ծախսերը փոխել եւ դա չի ընդունվել։ Դրա համար հիմա խնդիր է տրվել եւ բազմաթիվ այլ եմ ասում այդ փակ եւ բաց քննարկումների արդյունքում վերցերք է բերվել պայմանավորվածություն ազգային ժողովի եւ կառավարության միջեւ, որպեսզի նախագիծը 2017 թվականի բյուջեի քննարկելու ժամանակ մենք ավելի շատ ուշադրություն դարձնենք ձեր ասած այդ ռազմական բաղադրիչի եւ ռազմական ծախսերի վրա։ Ընկել ենք աշխարհով մեկ փող ենք հավաքում, որպեսզի մեր բանակի կարիքները մի հատ հեռադիտակ առնեն, հա։ Այս է մեր բյուջեի կարիքը։ Աշխարհով մեկ փող չենք հավաքում։ Մեր աշխարհած հայությանը ասացին եկեք մեզ օգնեք։ Մեր աշխարհած
աղբյուր հայությունը առանց որևիցե մեկին դիմելու իրենք հենց ապրիլի 3-ից իրենց օգնությունն են առաջարկել եւ ամեն մեկը յուրովի օգնել, այսինքն չէ որ մենք դիմել ենք կամ որևիցե չէ, հետ եմ ասում, դա վատեն արել, ես շնորհակալ եմ որ բոլորը իրենք նախաձեռնությամբ օգնել են։ Ուրեմն իրենք նախաձեռնությամբ օգնում են այն ժամանակ, երբ որ դրա անհրաժեշտությունը կա, որովհետեւ ինչ պատճառներով, բայց այստեղ բարձ դարձավ որ անգամ հերադիտակ չունենք, անգամ էս ինչը չկա, զինվորի հագուստը չկա եւ այլն։ Այսպեսի խնդիրներ։ Պարոն Սարգսյան, ախր պես չէ էլ որ պարզ դարձավ, որտեղից պարզ դարձավ, եղել է մի հատ ներողություն, չէ, պարզ դառնալը եկեք հասկանանք, ընդամենը խոսակցությունները թե ինչ որ պաշտոնական հայտարարություն է եղել, որ մեր բանակը սա չունի։ Բերեք հստակեցնենք դա, որտեղ ցավոք սրտի մի շարք խոսակցություններ, որոնք տեղին էլ չէ, որովհետեւ մենք հրավերները բոյկոտեցին, պարոն Ալեքսյան։ Խնդիր չկա, շնորհակալ եմ, ով մնում է լավ, ով էլ չէ գործում է։ Չէ, խնդիր չկա, բայց այն եմ ասում, չէ, ներողություն, հա, այս նուրբ թեմա է, ես ուզում եմ շատ հստակ սրա վրա կանգնել։ Եկեք մենք մի քիչ բազմիցս ասվել է եւ նորից ուզում եմ կրկնել։ Մենք մի քիչ զգուշ լինենք նման հայտարարությունների մեջ։ Էլ եմ ասում, ուրիշ բան է, խոսակցական մագարտակով ասում են սա չկա, ուրիշ բան է, որ մենք փորձում ենք արդեն պաշտոնական հայտարարություններ անել, որ բանակը սա չունի, սա չունի, սա չունի։ Եկեք այդ մասին չխոսենք։ Հայտարարությամբ դիմում է, այսինքն պարզ է, որ ինչ որ բաներ կա, որ ես չգիտեմ, ամենայնտեղից ես գտնում եմ, որ անկախ պաշտոնից ով է դիմում, ուրեմն դիմելուց պետք է մենք զգուշ լինենք։ Լավ, ես մի բարձաբանում դա ոչ թե մնում է մեր մեջ, այդ մեր ցանկացած խոսք դա դառնում է միջազգային հարթությունում տարբեր քննարկումների։ Չէ, ես մի բարձաբանում ուղղակի եմ, որովհետև խոսքը գնաց թե իբր թե միջազգային կենտրոններ են այնտեղ կառուցվել Դիլիջանում։ Ուրեմն առաջին հերթին սկսենք նրանից, որ այդ միջազգային կենտրոնները, եթե պետք է գրանտներով կառուցվեին, դա մի բան է, եթե մեր գումարներով են կապ չունի 3 տարվա ընթացքում թե քանի տարի։ $90 միլիոն դա լուրջ գումար է մեր բյուջեի համար։ Դա մի տարվա բյուջեի դեֆիցիտն է։ Եվ այնտեղ սաունաներ, ռեստորաններ, բարեր, տենիսային կորտեր եւ այլն դրանից անցնենք էլի։ Ոչ, մի րոպե, ախր ուր անցնենք։ Դուք ամեն անգամ ասում եք անցնենք։ Ինչ անցնենք։ Մի հատ հարց է առաջ գալիս։ Չէ, ինչին պատասխանեցիք։ Այսինքն նրանք ինչ որ արել են, դա բավարար ենք համարում, հա։ Ու ասենք դե լավ է, ճիշտ է, հիմա էլի նորից բյուջեն լցնելու համար ժողովրդին քերթում եք ամեն տեսակի ուրեմն ինչ ասես հնարում են այս ինչը թանկացնենք այն ինչը ավելացնենք եւ այլն դա տենց հարց է լուծվում տենց բյուջե է լուծվում եթե դուք ասում եք արդյունաբերությունը մեր գործը չի բա եթե արտադրությունը չզարգանա այդ որտեղից հարկեր պիտի գան եթե մենք չունենանք համապատասխան աշխատատեղեր եւ ժողովուրդը այստեղից չհեռանա մենք իհարկե բյուջեն անընդհատ պակասի մեր Սա այս խնդիրներն են, եթե ռազմավարական տեսանկյունից այս ամենը չենք տեսնում, էլ ինչի մասին է խոսքը։ Եթե մենք պետք է ամեն անգամ վարկ վերցնենք մենակ նրա համար, որպեսզի այն էլ նորից եմ կրկնում, այդ 1/3-ը տանեն, մսխեն եւ այլն դրա տակին ոչինչ չի մնում։ Ինչ այսպիսի խնդիրներ կան։ Իսկ մենք ասում ենք, տեսեք, մենք կոռուպցիայի դեմ պայքարում ենք։ Հլա մի հատ եկեք նայեք այդ չինովնիկների հենց ամենաառաջի դեմքերից սկսած իրականում մուծում են դրանք իրենց հարկերը։ Պարոն Ավետիսյան, ինչն է խանգարում այս պահին իշխանությանը վերանայել այս տարվա բյուջեն, որը հաստատվել է այլ իրողության պայմաններում եւ հիմա առաջնահերթությունները փոխվել են, կրճատումներ են տեղի ունենում, նաեւ սեկվեստր բառը չի օգտագործվում, կարող եք մի քիչ մանրամասնել։ Մանրամասնելու չկա, ոչ մի բան չի խանգարում, եթե կառավարությունը, իշխանությունը տեսնի, որ խնդիր ունենք մենք բյուջեի վերանայելու, ապա շատ նորմալ կարող են համապատասխան նախագծով մտնել ազգային ժողով փոփոխություն անել, բայց դեռ եմ ասում, այս րոպեին կառավարությունը այդ խնդիրը չի տեսնում։ Եվ այն խնդիրը, որ մենք հիմա փորձում ենք դա նորից կապել ուրեմն ապրիլյան քարոզիա այդ ռազմական գործողությունների հետ, դե ասեմ, որ այսօր այդ խնդիրը չկա, որտեղ բազմիցս նաև մենք հանդիպումներ ենք ունեցել պաշտպանության նախարարի հետ, կառավարության ղեկավարի հետ, եւ այսօր այդ խնդիրը չկա, որ մենք անպայման պետք է բյուջեում շատ հոդվածների փոփոխություն անենք եւ գումարները նվազագենք բանակին, որտեղ այս րոպեին այն ինչ բյուջեով նախատեսած է բանակին, դա բավարարում է այն խնդիրները լուծելու, որոնք այսօր բանակի առջև դրված են։
Որովհետեւ բան չի խանգարի, եթե նման խնդիր առաջանա։ Պաշտպանության հետ կապված բուրում քննադատություն գնաց, խնդրի ձեր կարծիքը։ Չէ, գիտեք ինչ, հակաօթային պաշտպանության ես օրինակ զարմացել եմ, որ ազգային ժողովը չի ուզում դա քննարկի։ Ինչու՞ չի, ոնց չի ուզում։ Չգիտեմ, ասեցին, որ դուք հանել եք օրակարգի, չգիտեմ ինչ։ Պարոն Սարգսյան, կներեք, ոչ թե ազգային ժողովը չի ուզում, կառավարությունը ինքն է որոշում արդայեր նիստի օրակարգը եւ էս է խնդիրը։ Հիմա օրակարգում եթե կար, չկար, օրակարգում չկար։ Բա ինչի է զաղմուկը բարձացա, որտեղից իմացամ, որ այդ օրակարգում պիտի լինի։ Լավ, հիմա թողնենք այդ դե ներկայացրեք հստակ, տեսեք, հասարակության մեջ կա ինչ որ տարակուսանքներ, մտավախություններ։ Եկեք, հա, պաշտպանության նախարարությունը մի փոքր կարճ բան տվեց։ Եթե կա դրա անհրաժեշտությունը, բացահայտ պետք է ասել ինչու՞ն է բանը։ Մենք հակաօթային պաշտպանության կարիք չունենք, ունենք ահռելի ուրեմն այդպիսի անհրաժեշտություն ունենք եւ դուք ճիշտ եք, անցած օրը ուրեմն հմայք հերուստա ալիկով նորանշանակ հակաօթային պաշտպանության վարչության պետը շատ մանրամասը, շատ հստակ ներկայացրեց այն խնդիրները, որոնք մենք ունենք հակաօթային պաշտպանության բնագավառում եւ ներկայացրեց այն խնդիրների լուծումը, որով այս պայմանագրի վավերացնելու պայմաններում մենք կունենանք։ Ու շատ հստակ ներկայացրեց, կարծում եմ, որ դրանից հստակ որից մեկը չի կարող ներկայացնել։ Ուրեմն հակաօթային պաշտպանության համակարգը համար 1 անհրաժեշտ համակարգն է Հայաստանի համար։ Միանշանակ է դա։ Ինչ վերաբերում է թե ում ենք տալիս իրավունքը եւ այլն, դա արդեն պայմանագրի գործն է։ Եթե պայմանագրում հստակ գրված է, որ մենք ենք որոշում մեր հակաօթային պաշտպանության խնդիրները, ուրեմն դրա մասին բարձ ասում հստակ նշված է եւ ասվել է։ Իսկ շարքեն է հարցը, այդ արդեն այլ հարց է, բայց եթե մենք ունենք պայմանագրում հստակ դա նշված է։ Պարոն Սարգսյան, պայմանագրում հստակ նշված է եւ ես ասում եմ շատ հստակ նշվեց, որ դրա հրամանը որևիցե խնդրի դեպքում տալիս է հակաօթային պաշտպանության վարչության պետը գերագույն գլխավոր հրամանատարի համաձայնությամբ։ Վերջ։ Ուրիշ խնդիր մենք չունենք, որ որից է մեկը կառավարի մեր հակաօթային պաշտպանությունը։ Կարծում եք անտեղյակության հարցերը, պարոն Սարգսյան, ինչի։ Ես կամության հարցը։ Կա եւ կա, բայց պայմանագրում պետք է տեսնել, ես էլ կարող եմ, բոլորս էլ մտավախություն կունենենք։ Եթե պայմանագրում այդ կետը հստակ գրված է, ուրեմն ինչ մտավախություն։ Որ հրամանը հրահանգը տալիս է։ Այո, հրամանը տալիս է մեր հակաօթային պաշտպանության վարչության գերագույն գլխավոր հրամանատար։ Եվ խոսել թե դա ինչ վտանգավոր է, որ ուրեմն այդ դավաճանությունը եթե համապատասխան հնարավորություն ունենք մենք անելու, թող անենք։ Փաստաթուղթ կա, պետք է փաստաթղթի շուրջ խոսել։ Ընդամենը մի հստակ բան է ասում է, եթե մենք այսօր որոշում կայացնելու համար մեր ունեցած ուրեմն հակաօթային պաշտպանության միջոցներով ունենում ենք 50 վայրկյան, ապա այս պարագայում, երբ որ այս համաձայնագիրը վավերացում ենք, կունենանք 10 վայրկյան։ Ընդհանրապես լավ, այդ հարցից իհարկե հարցեր ունեք։ Շնորհակալություն։